պարտադրանքով մասնակցել են հանրահավաքներին։ Եվ չեն բարձրացել Տեսեք, այդ մասին այդ ժամանակ կոչով եկել են պատարագի եկեղեցի։ Բոլորին չեն հարցրել, Չէ։ Դե ներողություն, կարող է, բայց չունեք փաստ։ Իսկ մենք ոչ չունեն փաստ։ Իմ համար փաստ է այն, որ հոգևորականը բարձրաձայնել է դրա մասին եւ ասել է, որ իրեն պարտադրել են իր որդեկորուս մորը վերցնել գնալ քաղաքական հանրահավաքին։ Ես շատ կուզենայի, որպեսզի այդպիսի պարտադրանքով քաղաքացիներին տանեին հոգևորականները եկեղեցի պատարագի, ինչ եռանդով, որ ուղարկում էին հոգևորականների հանրահավաքներին։ Շատ լավ։ Պարոն Հակոբյան, դուք որ ասում եք, հաստատում եք, որ դեպի եղել եք, այդ ժամանակ այդ եկեղեցու ավելի շատ էիք, չէ՞, մանրամասն 13 տարեկան եմ եղել։ Հա, տեղյակ չեք եղել մի խոսքով, որ դուք հեղափոխությունը եղավ եկաք իշխանության, այդ ժամանակ ինչու սկզբնական փուլում եք գործընթացները։ Իսկ ձեզ ձեր գործընկերը հարցազրույց է վերցնում։ Դուք բայց երկու կողմին էլ լուսաբանում ենք։ Լավ, լսում ենք ձեզ բանը։ Որտեղ կանգնեմ։ Այդ ժամանակ, որ նոր եկաք իշխանության, ինչի՞ այդ ժամանակ չասեցիք։ Ես իսկ ձեզ հետաքրքիր է, ես ինչ տեղի ունեցավ, որ ես հետո շարունակեցի դպիր եւ ընդհանրապես հարցից պատասխանեք, ձեր հարցին պատասխանեմ, ես մի փոքրիկ ես որոշել եմ դրա մասին գրել, բայց այսօր հիմա ուր եթերում ես դրա մասին շատ հակիրճ, շատ կարճ կպատմեմ, այն ինչ որ պետք է ես գրեի։ Ես դպիր էի եկեղեցում, որպեսզի սովորեմ նաև գրափարլեզուն եւ եկեղեցական ծիսակարգերը, որովհետեւ պետք է գնայի Երուսաղեմ ուսանելու ճեմարանում։ Ծնողներս, հա, եւ իմ համաձայնությամբ ես պետք է գնայի Երուսաղեմ, որպեսզի ճեմարանում սովորեի։ Նաև պարապում էի այլ առարկաներ եւ այն պարագայում ես խոսում եմ 93-94 թվականների մասին եւ այն պարագայում, երբ որ լուր հասավ իմ ծնողներին եւ Հայաստան, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգևորականներ սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանողների նկատմամբ, իմ ծնողները եւ ես որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու։ Եվ այդ օրվանից ես այլևս դպիրել չեղա։ Դուք հասկանում եք, ես խոսում եմ 93-94 թվականների մասին։ Երբ այս ամեն ինչը դեռ չկա։ Ես չեմ գնացել Երուսաղեմ ճեմարանում սովորելու, որովհետև Երուսաղեմից եկավ լուր, որ այնտեղի հոգևորականները ուսանող տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացնում։ Այնտեղից որոշ ուսանողներ ինչ-ինչ ճանապարհներով ուղղակի ճողոպրեցին, փախան, եկան Հայաստան։ Այդ ժամանակ չկար, այսինքն եկեղեցու ներսում մենք խնդիրներ չենք ունեցել, նոր է այդ խնդիրները։ Բա 7 տարի եք իշխանության եք, պարոն Հակոբյան։ Եղկելի, դատապարտելի արարք է։ Բա ինչի դրա մասին չէին խոսում, չէին բարձրաձայնում, ինչի հիմա ու այն էլ այս ձևը։ Եթե լիներ 3 տարի հետո կասեք ինչի հիմա։ Եկեղեցի հարցին չեք պատասխանել, պարոն Հակոբյան, կխնդրեմ պատասխանեք։ Հարցը կրկնեք։ Երբ որ եկաք իշխանության, ինչի այդ ժամանակ ամենը չհասունացավ։ Որովհետև չգիտեմ, նախ երբ որ եկանք իշխանության մի տարի խաղաղ պայմաններում ապրեցինք, դրանից հետո կովիդ, պատերազմ, հետպատերազմյան ցնցումներ, դե ասենք ինչի լուսանկարվում էր, կաթողիկոսի ձեռքներ սեղմում էր ժամանակ։ Ես հիմա ինչ եք ուզում։ Հարցը որն է, ինչ ասեի։ Ես չգիտեմ, ես տեղյակ եղել եմ ասացի երբվանից, որ եկեղեցու ներսում խնդիրներ կան։ 93 թվականից ես տեղյակ եմ եղել, որ մեր եկեղեցու ներսում կան բազմաթիվ խնդիրներ։ Դրանում էլ է ամենայն հայոց կաթողիկոսը։ Դուք այսքան խոսեցինք։ Ես ինչ որ մեկին անձնավորված ասեցի, այս ինչը մեղավոր է։ Ես ասի եկեղեցու ներսում կան շատ մեծ մասշտաբների խնդիրներ եւ ասի, որ
բարձրաստիճան հոգեորականության մեջ կա տարաձայնություններ ու էլի մեծ խնդիրներ, որը արդեն 1700-ամյա կառույցը սասանում է, այդ մեկ չենք սասանում։ Տեսեք, պարոն Հակոբյան, այդ խնդիրները պետք է լուծում ստանան, պետք է լուծվեն, պետք է վերանան։ Ես նոր էլ ասացի, որ դատապարտելի դրանք երևույթներ են եղել։ Բայց եթե այդքան տարիներ այդ խնդիրները եղել են, եկեղեցու ներսում էլ գիտեն, չեն փորձել լուծել այդ ամենը, կամ այս կերպ եկեղեցին բարոյա լքելով, զրկելով ինստիտուտը, կառույցը, մարդկանց աչքերում արժե զրկելով հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, ինչի ենք հասնելու մենք, ուր ենք հասնելու։ Այս ասում եմ դուք եկեղեցու բարձրաստիճան հոգեորականներին հարց տալու հնարավորություն ունեք, ասում եք ունենք։ Գնացեք իրանց հարցեք, այսքան տարի ինչի՞ չեք լուծել ձեր այդ խնդիրները, որոնք որ բերել եկեղեցին հասցրեն այս վիճակին։ Իրանց հարցեք, ինձ հարցնում եք, որ իրանք ներսում կարող էին լուծել։ Իրանք ինչ իրավունք ունի կուսակրոնությունը ժխտած մարդը դուք փաստեր աշխատի։ Փաստեր ունեք։ Իհարկե, գիտեք ինչ փաստ ունեմ, որ ես ինչքան ժամանակ նրա երեսին թքում են, ասում Անդրեվա գալի։ Մի կխնդրեմ, եթերում չի կարելի։ Ես ներողություն եմ։ Ես գիտեմ, ես էլ 1000 անգամ ձեզ ներողություն, այս մարդիկ ճիշտ հարց են բարձր։ Նա ինչ իրավունք ունի։ Ես կարող եմ այդ հարցը շարունակել բարձրացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ Աջափահյանին ես ձեզ կասեմ, շատ իզուր եք պահում։ Նրա նման արդար մարդ գոյություն չունի։ Ես եկեղեցու պաշտպան եմ, ես ժողովրդի պաշտպան եմ, ես առանձնություն չեմ դնում, բայց եթե եկեղեցին չէ, ավելի շուտ հոգևորականն է ինքը պղծվում, նա իրավունք չունի մտնելու այնտեղ։ Ես ասում եմ, նա պիտի չաշխատի այնտեղ։ Ինչի չունենք մենք, ինչի պիտի նա երեխա ունենա։ Շնորհակալություն ամեն դեպքում ձեր կարծիքը հայտնելու համար շնորհակալություն։ Կանգնեք պարոն Հակոբյանի կադրը փակում եք, շարունակեցի, ասեցի։ Դուք ունեք հնարավորություն իրենց ուղղելու հարց, այսքան տարի, տեսանք իրանք չեն տանում, մենք տարանք։ Այդ գնացեք իրանց հարցեք, ասեք այսքան տարի ներողություն։ Ասում եք իրանք կարող էին տանել Մենք էլ ասում ենք կարող էին տանել, թող տանեին առաջ այդ օրակարգը։ Եթե չտարան, մենք մեր մոտ էլ որպես հոգևոր հոգ մեր մոտ այդ հարցերը առաջ են գալ եւ փորձում ենք դրանց մասին գոնե մենք պատասխաններ ակնկալել։ Օրինակ, երբևէ փորձել եք գնալ, խոսել, նստել, ասել այդ ամեն ինչը այդ հարցերը բարձրաձայնել, տեսնել լուծում օրինակ չի հաջողում ստանալ, նոր ինչ-որ քայլեր անձամբ ինքս ես, ոնց որ նաև դուք չեմ գնացել և չեմ փորձել խոսել։ Դուք լրագրող եք, դուք կարող եք այսօր գնալ այդ հարցերը իրենց տալ, ես չեմ գնացել, չեմ խոսել։ Այդ հարցերը իրենց չեմ տալ, բայց դուք կարող եք, դուք ազատ եք։ Այսօր մամուլը ազատ է։ Սկզբում ասացիք կովիդեր, պատերազմեր չհասցրինք, հիմա էլ ասում եք տեսանք իրենք չեն անում, մենք խառնվեցինք, հիմա որ ինչ հակասություն եք տեսնում։ Պատճառաբանությունները տարբեր են նշվում։ Որն է։ Մեկը ասում եք կովիդեր պատերազմեր։ Համ կովիդեր պատերազմեր եւ իրանք իրանց ներսում այդ ժամանակ այս ամբողջ տարիների ընթացքում կարող էին այդ հարցերը բարձրաձայնել եւ լուծումներ տալ։ Հիմա ենք այդ հարցերը բարձրացրել, ասում եք ինչի հիմա, 3 տարի հետո բարձրացնենք, կասեիք ինչի հիմա, 4 տարի, 5 տարի առաջ ասեինք, կասեիք կովիդը ինչի եք տենց հարցեր բարձրացնում։ Պարոն Հակոբյան, գիտեք ինչ է հիմա ձեզ մեղադրում, որ հենց հիմա եք անում, որովհետև ասում են Ադրբեջանը ուղիղ Հայաստանի եկեղեցու դեմ արշավ իրականացնում, անդադ խոսում է հայ եկեղեցու մասին եւ դուք շարունակում եք ադրբեջանցիների թեզը։ Նրանք ուզում են եկեղեցին Սուտ են ասում։ Նրանք ուզում են եկեղեցին կարգի բերել։ Սուտ են ասում։ Մենք եկեղեցու դեմ որև ես քիչ առաջ դուք այստեղ եք, երբ որ ես ասացի 1700-ամյա կառույցը, ով ուզում է լինի, եթե միասնական է այդ կառույցը, ով ուզում է լինի չի կարող, Ադրբեջանից չէ, որ երկրից ուզում է լինի, եթե 1700-ամյա միասնական կառույց կա, ով ուզում է լինի չի կարող սասանել։ Այդ մենք չէ, ով ուզում է լինի։ Հիմա դուք ասում եք նրանց խոսույթը։ Ես չգիտեմ ինչի է համընկնում։ Տեսեք հարցեք նրանց, ովքեր տենց ուշադիր հետևում են ընդեղից ինչ են խոսում, ես չեմ հետևում։ Ասում իրանց ուղեք այդ հարցերը, ես չեմ հետևում։
Խաղաղություն, դարաշրջան եք Շատ լավ, բայց այդքան ես չեմ մեջ վերում Ալիևին, ինչքան այն մարդիկ, ովքեր որ այտենց ամեն բառը բան են անում։ Այդպես որտեվ իրենք բոլոր հարթակները օգտագործում են միջազգային հանրությունը, սոցիալական Ադրբեջանը, հոգևոր առաջնորդը Հայաստանի Հանրապետության վարչապետը չի օգտագործում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը չի օգտագործում։ Ավելի քիչ իրանց եք, ավելի քիչ իրանց եք մեջբերում, քան Ալիևին։ Ես եմ ասում։ Բացեք վերնագրերը կարդացեք։ Դուք վերնագրերով եք առաջնորդում, միայն վերնագրերն եք կարդում։ Մենակ վերնագր, ասենք իսկ ինչի պետքա նյութ, որի մեջ գրած է, որ օրինակ վարչապետ Փաշինյանը արեց այսինչ հայտարարությունը, դրա վերնագիրը լինի, Ալիևը սկսեց սրանից։ Սկսեք վարչապետի հայտարարությունից։